Ավարտվել է Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա Տիգրանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են ձեռք բերված տվյալների համաձայն երեխայի հայրը վրեժի շարժառիթով անօգնական վիճակում գտնվող անչափահաս եւ իր մերձավոր ազգական հանդիսացող երեխային ապօրինաբար կյանքի զրկելու դիտավորությամբ Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան։ Սպանությունից հետո դիակը թաքցրել է դաշտամիջյան տարբեր հատվածներում, ապա տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող Խաչմերուկին հարակից տարածք, որտեղ էլ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է երեխայի դին։ Դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում արձանագրվել են մարմնական վնասվածքներ։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով, պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման արդյունքում։ ԱՕ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների գործով նիստը։ Եզրափակիչ ելույթներ են ունեցել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը։ Նրանք չեն ընդունել իրենց առաջադրվող մեղադրանքները։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Մանուկյանը ներկայացրել է իր հակափաստարկները մեղադրանքի կողմի պնդումներին, նշելով, որ համաձայն չէ պետությունը պաշտպանող դատախազների կողմից ներկայացված փաստարկների հետ։ Նա նաև ընդգծել է, որ չի մասնակցել Արցախի անվտանգության խորհրդի նիստերին, ոչ որպես մասնակից, ոչ էլ որպես դիտորդ, իր պաշտոնական պարտականությունները թույլ չէին տալիս դա անել։ Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն։ Միջնորդությունը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ է։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում արկա տվյալների համաձայն եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-ից 88 թվականներին գործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Ազգային անվտանգության ծառայության փոխանցման արկա տվյալների համաձայն եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու շահերին։ Ելնելով վերոգրյալից ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Աղավնաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու մեջ, նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Մասնավորապես պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե իբր հողակտորի աճուրդ վաճառքը ավականու որոշմամբ թույլատրված է եղել, այնուհետև որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ աճուրդում հաղթած անձի դրան չմասնակցելու պայմաններում կազմակերպել եւ վարել է կեղծ աճուրդ։ Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարն իր մտերիմներին 7.700.000 դրամ արժողությամբ 3 հողակտորներ օտարելու նպատակով անցկացրել է նշված հողակտորների կեղծ աճուրդ վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Աղավնաձորի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել։ Հիմնավորվել է, որ օտարազգի քաղաքացին պայմանավորվածություն է ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով 161 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը մաքսանենգությամբ ապօրինի Հայաստանի Հանրապետություն, իսկ հետագայում այլ երկիր տեղափոխելու եւ այնտեղ իրացնելու շուրջ։ Վերջինս մինչեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը թմրամիջոցը տեղադրել է բեռնատար ավտոմեքենայի կցորդի առջևի մասում նախապես պատրաստված գաղտնարանում։ Այնուհետև ԱԱ-ն թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստան, սակայն չի կարողացել տեղափոխել այլ երկիր, քանի որ նույն օրը Հայաստանի ՊԵԿ ներկայացուցիչների կողմից իրականացված մաքսային զննման արդյունքում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է, իսկ ԱԱ-ն ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Մալայցիայի համայնքային ոստիկաններն ատրճանակ եւ թմրանյութ են հայտնաբերել։ Մեկ անձ ձերբակալվել է։ Խոզարկությամբ 44-ամյա տղամարդու աշխատասենյակում հայտնաբերվել են սպիտակ բյուրեղանման եւ փոշենման զանգվածներ եւ սպիտակ հետքերով գլանակ։ Գուրղինյան փողոցում գտնվող նրա տանը կատարված խոզարկությամբ հայտնաբերվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, պահեստատուփեր, հոգեմետ դեղահաբեր, դեղնականաչավուն հետքերով կաթուցիչներ։ 44-ամյա տղամարդը ապօրինաբար զենք զինամթերք պահելու եւ կրելու, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մալայցիայի բաժին, ապա ձերբակալվածների պահման վայր կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ մարդկանց չտրամադրել անձնագրային եւ բանկային տվյալներ, մասնավորապես նշվում է՝ մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքին հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար, նշված է հաղորդագրության մեջ։